Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք շատ համեղ, տարբերվող բաղադրատոմսով տավարի լյարդ։ Երևի թե առաջին հայացքից բոլորը կարծում են, որ կամ խորոված կամ տավարի մսով սթեյք է։ Տեսեք, թե որքան փափուկ է եւ ինչքան լավ է պատրաստված։ Այս եղանակով տավարի լյարդից ընդհանրապես արյան համ եւ հոտ չի գալիս։ Հայավարի, առատ սոխով եւ կանաչիներով մի համեղ բրդուճ ենք պատրաստում եւ անուշ ենք անում։ Այս բաղադրատոմսով պատրաստված տավարի լյարդը կգոհացնի անգամ նրանց, ովքեր շատ բծախնդիր են։ Պատրաստվում է շատ հեշտ մատչելի բաղադրատոմսով, համը ստացվում է իդեալական։ Մեզ անհրաժեշտ է 800-ից 1000 գրամ տավարի լյարդ, որ լավ լվանալուց հետո հեռացնում ենք թաղանթը եւ բաժանում ենք այսպիսի կտորների։ Որպեսզի մեր պատրաստած ուտեստից արյան հոտ չկա, պատրաստում ենք աղաջուր եւ տավարի լյարդի կտորները դնում ենք մեջը, թողնում ենք 15-ից 20 րոպե։ Այդ ընթացքում ժամանակ չենք կորցնում եւ պատրաստում ենք համեմունքների խառնուրդը, որի մեջ պետք է թաթախենք մսակտորները։ Մեզ անհրաժեշտ է 2 ճաշի գթալ ալյուր, կարմիր քաղցր եւ կծու պղպեղներ, մի փոքր սև պղպեղ, սխտորի փոշի եւ չորացրած ծիտրոն։ Ավելացնում ենք աղ եւ այս ամենը մի լավ խառնում ենք։ Բարեկամներ, չորացրած ծիտրոնի փոխարեն կարելի է վերցնել ուրց կամ ռեհան, ըստ ձեր ցանկության։ Այս տարբերակով ես իմ ալիքում շատ համեղ ձուկ եմ պատրաստել, որի բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք անցնել եւ դիտել տեսանյութը։ Այս բաղադրատոմսով պատրաստված տավարի լյարդը դրսից ունենում է նուրբ խրխրթան կեղև, իսկ ներսից ստացվում է փափուկ ու անչափ հյութալի։ Խոհանոցային անձեռոցիկների միջոցով տավարի լյարդի կտորները երկու կողմից շատ լավ չորացնում ենք։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք բազմաթիվ աղցանների, նրբահամ խմորեղենների, ավանդական ճաշատեսակների գրեթե 1000-ին հասնող բաղադրատոմս։ Չնայած որ լյարդը նախապես լավ լվացել էի հոսող ջրի տակ, բավականին պղտոր ջուր առաջացավ։ Չորացնելուց հետո կտորները այսպես բոլոր կողմերից շատ լավ թաթախում ենք համեմունքների խառնուրդի մեջ։ Այս ձևով պատրաստված տավարի լյարդը հավանում են անգամ նրանք, ովքեր տժվժիկ ընդհանրապես չեն սիրում։ Ի դեպ, տժվժիկի պատրաստման բաղադրատոմսը նույնպես կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Այս մթերքը համարվում է վիտամինային ռումբ, պարունակում է վիտամին A, որը լավ է տեսողության, մաշկի իմունիտետի համար, B խմբի վիտամիններ, հատկապես B12, վիտամին D, որը լավ է ոսկորների ամրության համար։ Պարունակում է երկաթ, որը կանխում է սակավարյունությունը, ֆոլաթթու, որը անհրաժեշտ է բջիջների նորացման համար։ Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 1 անգամ, մեծահասակներին 100-ից 150 գրամ, իսկ երեխաներին 50-ից 70 գրամ չափաբաժիններով։ Կտորները բոլոր կողմերից այսպես լավ թաթախելուց հետո մնում է միայն տապակել։ Տապակի մեջ լցնում ենք առատ բուսայուղ, թողնում ենք մի լավ տաքանա, այնուհետև գեղեցիկ շարում ենք մսակտորները։ Որպեսզի չոր չստացվի, յուրաքանչյուր կողմից տապակում ենք 2.5-ից 3 րոպե, դա լրիվ բավարար է։ Սիրելիներս, այս եղանակով տավարի լյարդ պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Մինչ լյարդը տապակվում է, մտածենք մատուցման գեղեցիկ եւ հետաքրքիր տարբերակ։ Մեզ անհրաժեշտ է 1 գլուխ սոխ եւ մի փոքր փունջ համեմ։ Սոխը կտրում ենք կիսալուսնաձև, մարացնում ենք նաեւ կանաչին, ավելացնում ենք մի փոքր աղ եւ 2 բաղադրիչը դանակի օգնությամբ տրորում ենք։ Տապակած լյարդը, սոխը եւ թարմ կանաչին համերի իդեալական համադրություն է, այլևս ոչինչ ավելացնելու անհրաժեշտություն չկա։ Կտորները շրջելուց հետո տապակում ենք եւս 2.5-ից 3 րոպե, այնուհետև հանում ենք տապակից։ Կրակին երկար թողնելու դեպքում միսը շատ արագ չորանում է, այդ պատճառով հետևեք ժամին։ Գեղեցիկ ձևով մատուցում ենք եւ անուշ ենք անում, բարի ախորժակ։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ տավարի լյարդը պատրաստելու նման հետաքրքիր տարբերվող բաղադրատոմս։
Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։